Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք վերաշխատանքը պոլիտիկայի եթերում, այսօր աշխատանքային օր եւ ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի հրապարակումներ եւ այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեն ԴԱԿ նախկին պետի հարազատներին յուրաքանչյուրին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել։ Օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱԿ նախկին պետ Միրան Պողոսյանի եղբայրը քեռուորդին Միշկին սեփականատեր Տիգրան Հարությունյանը սեփականատեր Տիգրան Հարությունյան ներողություն եւս մեղադրյալի կարգավիճակ ունի։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։ Վերջիններս մեղադրվում են պաշտոնական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով վատնման օժանդակելու համար։ Ու մինչ հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱԿ նախկին պետի հարազատների շուրջ, վերջիններս նաև դատական համակարգերում են կռիվ տալիս։ Հիշեցնենք, որ ԴԱԿ նախկին պետը այս պահին Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում, նրա անվան հետ էր կապվում, առնվազն նրա ընկերության անվան հետ էր կապվում այդ 1 տոննա կոկայինի պատմությունը, որը ներմուծվել էր Հայաստան։ ԴԱԿ նախկին պետը նաև ամենահանգիստ ապրողներից մեկն է, նախորդ իշխանությունների տարիներին բավական վատ համբավ ուներ, հիմա էլ շարունակում է այդ համբավը մնալ եւ այդ համբավով օգնում է Նիկոլ Փաշինյանին, երբ այդ քրեական գործերի, կոկայինի պատմության ֆոնին կուսակցություն է բացում եւ ասում է ես էլ եմ ընդդիմադիր եւ պայքարում եմ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն է ստանում քարոզչական դաշտում Միրան Պողոսյանի նմաններով թիրախավորել իրական ընդդիմադիրներին, ասել վեսա դուք այս ընդդիմադիրներով կոկայինի հետ կապված եք, թալանի հետ եք կապված եւ այսպես շարունակ։ Իրավունք թերթը գրում է. Մայր Աթոռի եւ Վեհափար Հայրապետի դեմ դուրս եկած 10 տիրադավերի անունը ստացած եպիսկոպոսների թեմերում բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Իրավունքի տեղեկություններով վերոնշյալների թեմերում ծառայող հոգևորականներն ուղղակի շոկի մեջ են։ Մի կողմից չեն կարողանում քար գցել իրենց թեմերի առաջնորդների ուղղությամբ, քանի որ միասին անցած երկար տարիների ճանապարհ ունեն, մյուս կողմից գիտակցում են պահի լրջությունը։ Իսկ նրանց լռեցնելու համար գտնվել է նույն տիրադավերի կողմից լավագույն բանաձևը։ Ոչ ուղղակիորեն ամենքի ականջին են գցում, թե իբրև գնացել են Փաշինյան Նիկոլի ոտքը եւ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հայտարարություններ արել, պաշտպանելով իրենց թեմերի հոգևորականությունը, որպեսզի վաղը իրավապահները հերթով քահանաների տները չմտնեն, ինչպես եղավ Արագածոտնի թեմի դեպքում։ Ասեմ նաև Նիկոլ Փաշինյանը այլ տակտիկա է ընտրել, դուք երևի հիշում եք խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե ինքը մտահոգ է, որ քահանաները քիչ փող են ստանում, սա սրիկայության վերջն է, որովհետև մի կողմից իրենց քարոզչությամբ անդադ եկեղեցուն հարվածում են նրանով, որ մոմեր են վաճառում, որ կնունքի առողջության համար վճար կա սահմանված, հա, ասում են ոնց կարող է եկեղեցին մոմի համար փող վերցնել, հետո ասում են քահանաները քիչ աշխատավարձ են ստանում։ Ոչ այդքան հարգելի սրիկաներ, քահանաները եւ հոգևորականները, եկեղեցու աշխատակիցները այդ իրենց աշխատավարձերը ստանում են հենց մոմերի վաճառքից գոյացած գումարից։ Հենց այդ ընտանեկան միջոցառումները կնունքի թաղման տեսքով անցկացնելու պարագայում հոգևորականների մասնակցության համար վճարվող գումարից։ Եվ դա նորմալ պրակտիկա է բոլոր եկեղեցիների պարագայում։ Հոգևորականները իրենց կյանքը նվիրում են ժողովրդի հոգևոր խնամքին եւ բնական է, որ ժողովուրդն էլ, որ կարողանում է աշխատել իր ընտանեկան հոգսերով զբաղվել, ոչ թե հոգևոր հարցերով զբաղվել, պիտի իր վրա ինչ-որ իմաստով նաև ոչ օրենքով սահմանված պարտավորություն վերցնի հոգալ այդ մարդկանց նյութական կարիքները։ Ընդ որում դուք տեսնում եք այդ նյութական կարիքները այդպես շքեղության մեջ չեն։ Շքեղության մեջ գտնվող շքեղության մեջ ապրող հոգևորականների հավաքական կերպարը միացել է Նիկոլ Փաշինյանին, դա arczepiskopos Կճոյանն է։ Եվ դրա մասին էլ դեռ առանձին խոսենք, երեք հետաքրքիր մի ֆիլմ է հիշել։ Այսինքն իշխանությունները գնում են նաև այս ճանապարհով, իբրև թե քահանաներին ասել, որ ես կաթողիկոսի պարագայում դուք քիչ գումար եք ստանում, որ գա
arczepiskopos Կճոյանը դուք ավելի շատ գումար կստանաք, բայց քահանաները ես կարծում եմ կարող որ նրանք հոգևոր մարդիկ են մեծ մասը, նյութականին չպիտի նայեն, այո, լավ կլինի որ մարդիկ առավել լավ պայմաններ ունենան, բայց քրիստոնեությանը դեմ է նաև շքեղությունը, այսինքն քահանաները ենթադրում եմ, եթե հոգևոր կյանքով են ապրում, չեն ակնկալում շքեղ կյանքով ապրել, եւ վստահաբար իրենք հասկանում են, որ Փաշինյանը փորձում է միայն օգտագործել իրենց որոշ խնդիրներ եկեղեցու դեմ այս արշավի շրջանակում։ Երեք հիշել էի ֆրանսիական խաղալիքը ֆիլմը։ Այդ ֆիլմում մի հետաքրքիր դրվագ կա, որտեղ տնորենը իր ենթակային, որը շատ է սիրում տնորենի հրահանգները կատարել, ասում է հանվիր։ Նայել է տղամարդ, հա, տնորենն ու աշխատակիցը։ Եվ աշխատակիցը սկսում է հանվել։ Տնորենը կանգնեցնում է կես ճամփին, ասում է, այսինքն եթե ես քեզ չկանգնեցնեի, դու միջև վերջ հանվելու էիր եւ այդպես մերկ խմբագրությունում քայլեիր, ասում է դե դուք դա խնդրեցիք։ Եվ տնորենի հարցը հետեւյալն է. հիմա ով է ավելի հրեշ, ես որ քեզ խնդրեցի հանվել, թե դու որ պատրաստ էիր հանվել։ Ու երբ նայում ենք եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավին միացած հոգևորականներին, նախկին թե ներկա, հարց է առաջանում, եւ նրանց հավաքական կերպարը arczepiskopos Կճոյանն է, հարց է առաջանում. Նիկոլ Փաշինյանն է հրեշ, որ փոխաբերական իմաստով ասել է Կճոյանին հանվել, թե Կճոյանն է առավել մեծ հրեշ, որ համաձայնել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով հանվել եւ դուրս գալ եկեղեցու դեմ։ Ես կարծում եմ հարցը յուրաքանչյուրս մեր պատասխանն ունենք եւ մեծամասնության պատասխանն այն է, որ առավել մեծ հրեշ է այդ հրեշի հրահանգը կատարողը։ Հոգևոր դաշտից դուրս կա մենք ունենք Գեղամ Նազարյան, ընդդիմադիր, այսպես կոչված ընդդիմադիր պատգամավոր, որը 2021 թվականի ընտրություններից առաջ հայտարարում էր, թե Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը չեն մարսելու իր որդու զոհվելու փաստը եւ ասում էր, որ իր որդուն սպանել են, մյուսների որդիներին սպանել է Նիկոլ Փաշինյանը, հիմա ծառայում է Նիկոլ Փաշինյանին, ընդ որում ասում է զոհված որդու անունն է տալիս, ասում է Աբգարը երազից եկել, ասել է ներիր Նիկոլին։ Իհարկե ես վստահ եմ, եթե իրականում Աբգարը իր երազին կար վատ խոսքեր էր ասելու, կամ եթե գուցե նաև ասել է, բայց դա իր խնդիրն է։ Ու այստեղ էլի հարց է առաջանում. Նիկոլ Փաշինյանն է հրեշ, մեծ հրեշ, որ Աբգարի նման տղաներին տարավ իր քաղաքական նպատակների համար զոհեց պատերազմի դաշտում եւ պարտության տարավ պետությունը։ Թե Գեղամ Նազարյաններն են հրեշներ, առավել մեծ հրեշներ, որ իրենց որդուն զոհողին իր քաղաքական նպատակների համար զոհողին ծառայում են ստրկաբար։ Այնպես որ սրանք հարցեր են, որ պետք է մտածել սրանց շուրջ, մեր հասարակությունը իրականում առողջացման խնդիր ունի եւ հասարակությունը պետք է ի վերջո ինքն իր մեջ վերագտնի իրեն, հա, նախ պատասխանը ես կարծում նաև այստեղ կա շատ կարևոր հարցի պատասխանի խնդիր, թե ով ենք մենք, ինչ ենք ուզում, ուր ենք գնում։ Խոսքով Փաստոր Աթերթը գրում է. Կառավարությունը մտադիր է առաջիկայում գործատուներին բաժանել երկու խմբի՝ բարեխիղճ եւ ոչ բարեխիղճ։ Առաջին ցուցակում կլինեն աշխատողների հետ օրինական աշխատանքային հարաբերություններ ունեցողները, երկրորդում թաքնված աշխատողներ ունեցողները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է նախաձեռնության հեղինակը, իսկ գործատուների տարանջատումը բարեխիղճների եւ անբարեխիղճների պետությանը թույլ կտա տարանջատում դնել նաեւ աջակցության ծրագրերում։ Սա էլ իր հերթին կխրախուսի գործարարներին հայտնվելու բարեխիղճների ցուցակում։ Եվ թեպետ նախաձեռնությունն առաջին հայացքից բավական տրամաբանական է թվում, այս հարցում էլ լուրջ ռիսկեր կան։ Ըստ վերլուծաբանների գործող իշխանություններն այս դեպքում էլ շարժվելու են քաղաքական նպատակահարմարությամբ, յուրայիններին պատկանող ընկերությունները բարեխիղճ, իսկ ընդդիմախոսների ձեռնարկություններն անբարեխիղճ դասակարգելով։ Չեմ բացառում, բայց ինչ անենք, հիմա հասել ենք նրան, որ սա էլ կարող է գործարկվել։ Մյուս կողմից ես կարծում եմ ընդդիմադիր գործարարներին, եթե կան այդպիսիք, թիրախավորելու համար պարտադիր չի նման օրենսդրական նախաձեռնություն ունենալ, իշխանությունը լավ էլ թիրախավորում են, լավ էլ հասնում են իրենց նպատակներին։ Իրավունք թերթը գրում է.
Օրերս ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ ինքն ու Հովիկ Աղազարյանը ամեն ինչ անելու են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չդառնա վարչապետ։ ԱԺ պատգամավոր Աղազարյանը համաձայն է Ասլանյանի հետ, սակայն կկարողանան այդ ամենը իրականացնել թե ոչ, ըստ նրա ժամանակը ցույց կտա։ Դա չի նշանակում, որ մենք ամենակարող ենք, դա նշանակում է, որ մենք անելու ենք ամեն ինչ մեր համեստ անձերից կախված, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի 2026 թվականին, քանի որ կարծում ենք դա մեր պետականությանը լուրջ մարտահրավերների առաջ կկանգնեցնի։ Շուտով կսկսվի նախընտրական տարին եւ մենք մեր տեսակետներն ու անելիքները կհայտնենք։ Ժողովուրդը պետք է կողմնորոշվի, արդյոք մենք ճիշտ ենք, թե ոչ։ Պարոն Ասլանյանն ու ես չունենք այն շատ ֆինանսական ու մեդիա հնարավորություններ, թե որքանով է մեր տեսակետը կայացնի շարքային քաղաքացուն, դրանից է ամեն ինչ կախված, ասել է Աղազարյանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ջրի շիշը բռնող հայտի դարձած ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ոչ միայն վիրավորված քաղաքացի է, այլև իշխանական պատգամավոր, որը փոխանակ հերքի հրապարակվածը կամ փաստերով ապացուցի իր պատվի ու արժանապատվության խախտումը ընտրել է ավելի հարմար ճանապարհ, փորձել պատժել ԶԼՄ-ին դատարանի միջոցով։ Ու ցավալի է, որ Գավառի նստավայրի դատավոր Արթուր Աղամալյանի վարքագծից տպավորություն է ստեղծվում, թե դատարանը պատրաստ է կատարել այդ քաղաքական պատվերը։ Փաստաբան Գարիկ Սահակյանի փոխանցմամբ նոյեմբերի 12-ին Գավառի դատարանում նախնական դատական նիստի ժամանակ քննարկվողը կողմերի ներկայացրած ապացույցների գործի վերաբերելի եւ թույլատրելի լինելն էր։ Ըստ օրենքի դատարանը նախ պետք է գնահատեր հայցվորի, այս դեպքում Հայկ Սարգսյանի ներկայացրած ապացույցների վերաբերելիությունն ու թույլատրելիությունը, ապա միայն անցներ պատասխանողի նյութերին։ Փոխարենը դատավորն ակնհայտորեն շրջանցել էր այս կարգը եւ առանց մեր օրաթերթի պատասխանող կողմի ապացույցների վերաբերյալ դիրքորոշում լսելու միանգամից թույլ է տվել, որ հենց հայցվորի ներկայացուցիչը մեկնաբանի մեր առարկության հիմքում ընկած հանգամանքները։ Հրապարակ թերթը գրում է. Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի նկատմամբ 2018 թվականի անհեթեթ մեղադրանքով, որը 7 տարի ընթացք չէր ունեցել, դատարանը դատավոր Մասիս Մերկոնյանի նախագահությամբ երկամսյա կալանք տվեց եւ նրան տեղափոխեց ԱԱՑ պատվալ, Երևանի կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Եվ նա հայտնվեց խցում, որտեղ արդեն մի քանի ամիս է ապրում են Միքայել arczepiskopos Հաճապահյանը եւ Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Արդեն հայտնի է, որ խցում գաղտնալսում են սրբազաններին եւ անգամ նրանց խոսակցություններից պատարիկներ արդեն կցել են քրեական վարույթներին, ինչը չլսված օրինախախտում է։ Պարզ է, որ 3 սրբազանների զրույցներն ավելի գայթակղիչ կարող են լինել իշխանությունների համար, իսկ կալանավորված 4-րդ եպիսկոպոս Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, որը վեհապարի քրոջ որդին է, գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում կլորդերում, որը համարվում է ամենավատ բերդերից մեկը։ Եկեղեցու հետ շուրջ տեղի ունեցողը մի կարևոր դրվագ է ինձ հիշեցնում, այսինքն կարևոր խոսակցության մասին է հիշեցնում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը 2018-ից սկսած կամ նրան իշխանության բերելը մեր պետության համար կարևորագույն վթար թեստ հանդիսացավ։ Ինչու եմ ասում վթար թեստ, որովհետև մինչ Փաշինյանի իշխանության բերելը պետական ինստիտուտները լավից վատից աշխատում էին, ճգնաժամերի մեջ չէին հայտնվել որպես առանձին ինստիտուտներ եւ բնական է շատերի մոտ տպավորություն էր, որ ահա բանակը իր տեղում է, ոստիկանությունն իր տեղում է, ուժեղ են, համակարգ կա այնտեղ, հա։ Եվ այսպես շարունակ բոլոր ինստիտուտները, Արցախի պետական ինստիտուտներն իրենց տեղում են։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը եկավ եւ բոլոր ինստիտուտները իր տգիտության, դավադրության նաև սրիկայության, հանցավորության արդյունքում փորձությունների ենթարկեց։ Ուզում եմ այս իրավիճակը նմանեցնել մեքենաների վթար թեստերին, ցանկացած մեքենա, որը նորմալ շուկա է ուզում մտնել, վթար թեստերի է ենթարկվում եւ այդ արդյունքները արձանագրվում են, հրապարակվում են, կարող եք YouTube-ում էլ դա մանգալ տեսնել, տասնյակ մեքենաների, հարյուրավոր մեքենաների հետ կապված կան նման վթար թեստեր, crash test եթե գրեք, YouTube-ում կգտնեք հարյուրավոր վիդեոներ, որտեղ մեքենան կարող է լավ տեսք ունենալ, թվալ թե հարմարավետ մեքենա, բայց հենց վթարի է ենթարկվում, տեսնում եք, որ ուղևորները դժվար թե փրկվեն։ Եվ
նորմալ շուկաներ, լավագույն շուկաներ մտնում են այն մեքենաները, որոնք համապատասխան որոշակի ստանդարտների են հետևում իրենց արտադրության ընթացքում եւ կոնկրետ արագության պարագայում վթարի ենթարկվելու դեպքում, թույլատրելի արագության պարագայում վթարի ենթարկվելու դեպքում ուղևորները չեն մահանում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, այդ մեքենաները նորմալ շուկաներ են մտնում։ Բայց փոխարենը կան մեքենաներ, որոնք արտաքինից կարող են լավ տեսք ունենալ, բայց թույլատրելի արագությամբ վթարի ենթարկվելու պարագայում ուղղակի ուղևորներից ոչինչ չի մնա։ Հիմա պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը, որը վթար թեստ էր մեր պետության համար, բացահայտեց, որ պետական որևէ ինստիտուտ մեքենայի եթե նմանեցնենք, ուղևորի կյանքը փրկող ինստիտուտ չի։ Արցախի պարագայում փաստորեն պետական ինստիտուտը չդիմացավ այդ ճգնաժամին եւ պետական ինստիտուտը փլուզվեց։ Այո, Նիկոլ Փաշինյանի հանցագործության հետևանքով։ Ոստիկանությունը պարզվեց ոստիկանություն չէր, ազգային անվտանգության ծառայությունը պարզվեց ազգային անվտանգության ծառայություն չէր, բանակը պարզվեց բանակ չէր կոնե վերնախավի իմաստով։ Հիմա միակ կառույցը, որը Նիկոլ Փաշինյանը այդքան չի կարողանում հաջողությամբ իր նպատակին հասնել, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է։ Երբ սա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեպքում Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ թույլատրելի արագության դեպքում վթարի ենթարկելու պարագայում ուղևորները ողջ են մնում։ Այսինքն լավ ինստիտուտ է, լավ կառույց է։ Հիմա Փաշինյանը արագության գերազանցում է անում, հա, պետական ինստիտուտները, այդ վթարված արդեն ԱԱԾ-ն, ոստիկանությունը հարձակվել են եկեղեցու վրա եւ դուք Գյումրիում տեսաք այդ խայտարակ պատկերը, երբ աստորեն օկուպացրել էին 7 վերք եկեղեցին նախկինում օկուպացվել է միայն թուրքերի կողմից, հիմա արդեն ազգային անվտանգության ծառայության ոստիկանության կողմից Նիկոլ Փաշինյանի հրահանգով եւ մատուցեցին պատարակ, որը հակասում էր կանոններին եւ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը ստիպված եղավ սրբագործել, մաքրագործել եկեղեցին այդ այսպես ասած պատարակից հետո։ Հիմա Փաշինյանը անընդհատ արագությունները ավելացնելու է, փորձելու է ավելացնել, իհարկե հասարակությունը քաղաքական ուժերը պիտի ստիպեն Փաշինյանին արագություն չավելացնել, չգնալ թույլատրելի արագությունից ավել, եւ ես վստահ եմ, որ սա էլ մի փորձաքար է եւ սա վթար թեստ է, որը եթե եկեղեցին անցավ, իսկս մեծ հույս ունեմ, որ անցնելու է։ Դա փաստորեն կարող է դառնալ մեր պետության առողջացման սկիզբը, որովհետեւ փաստորեն մենք կտեսնենք, որ ինչպես պիտի կառավարվի կամ ինչ ինստիտուցիոնալ կառուցվածք պետք է ունենա պետությունը, որպեսզի նման վթարների դիմանա։ Վթարների չդիմացած կառույցների ճակատագիրն էլ պիտի վերլուծվի, այդտեղ էլ հետևանքները հասկանալ է պետք, հասկանալ թե ինչպես չպիտի կազմակերպված լինի պետական ինստիտուտը, որ վթարի դիմանա։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԿՊ-ում խորը մանտրաժի մեջ են Գյումրու Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցում հերթական շրջիկ պատարակի ձախողումից հետո եւ ոմանք անգամ չեն թաքցնում, որ գյումրեցիներն իրենց թարս չափալախ տվեցին։ ԿՊ-ում կարծում են, որ պատճառը Միքայել Հաչապետյանի կալանավորումն էր ու դատապարտումներ առաջին ատյանի կողմից։ Նախ թեմի բոլոր քահանաները մերժեցին իրենց 24 հոգի հրաժարվելով նիկոլական ոճով պատարակ մատուցելուց զեղչել կաթողիկոսի եւ թեմի առաջնորդի անունը։ Ապա ժողովուրդն իրենց տեղը ցույց տվեց, ամոթանք տալով իշխանավորներին եւ պրակատով Գյումրի բերված եպիսկոպոսներին, Կճոյանին եւ մյուսներին։ Նույնիսկ այն տերորը, որ կիրառվել էին բյուջետային հիմնարկների աշխատողների, դպրոցների, մանկապարտեզների աշխատողների նկատմամբ, մեծ արդյունք չէր տվել։ Հատուկենտ կանայք են ներկայացել։ Այս ձևակերպումը շատ դուրս եկավ, պրակատով Գյումրի բերված եպիսկոպոսներ Կճոյանի գլխավորությամբ։ Այո, եթե հիշում եք ժամանակին ես գոնե գյուղում եմ ապրել, գիտեմ գյուղերում նման ավանդույթ կար։ Երբ որևէ մեծ միջոցառում էր լինում հարսանիք կամ Աստվածոչանի թաղում, կային
ինչ որ մարդիկ, որոնք պրակատով շուշեղեն էին տալիս, հա, սպասքեղեն էին տալիս, եւ այո, հիմա դարձել է, որ դրանց դարը անցել է, որովհետեւ վաղուց կան նորմալ դահլիճներ եւ բավական հասանելի գներ, որտեղ կարելի է միջոցառումներ կազմակերպել, բայց փոխարեն այդ պրակատով շուշեղենի փոխարեն հիմա արդեն առաջացել է պրակատով կճոյանը, կարելի է գնալ վարձակալել, տանել Գյումրի, Վայոց ձոր, այսպես պտտել ամբողջ Հայաստանով, բայց ես էլի եմ ասում, գալով այս թեմային, ամփոփելով մեր այսօրվա եթերը, եթե անկեղծ պիտի շատ ուրախ լինենք, որ Փաշինյանի հենարանը դարձավ arczepiskopos Կճոյանը, որովհետև Փաշինյանը փաստորեն այս տասնյակ տարիներ arczepiskopos Կճոյանի կերպարը օգտագործել է եկեղեցուն թիրախավորելու համար, հիմա դարձել է իր հենարանը եւ ինքն է թիրախավորվում դրա պատճառով։ Հիմա պարզ է, չէ, ամենավերջին մարդն էլ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը Կճոյանով եկեղեցին նորոգելու նպատակ չունի, լրիվ այլ նպատակներ, ովքեր չեն էլ հասկանում, արդեն հասկացան։ Ես տեսա անգամ այնտեղ սորոսականներ կային, որոնք հասկացել էին դա, կային բաներ, Սասնա Ծռերի աջակիցներ, որոնք Գարեգին երկրորդ վեհափառին դեմ են, բայց ասում են, բայց լավ Կճոյանով մաքրագործել, ինչ որ բան, հեն էլ եկեղեցին։ Այսօր այսքան հարգելի հեռուստատողներ, կհանդիպենք վաղը։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48